ներողություն խնդրելը դա ուժեղ մարդուն հարիր արարք է, ոչ թե հակառակը, եւ մենք միշտ նաեւ դրանով ենք ուժեղ եղել, որ եթե կարծել ենք, որ մեր որևէ արարք, մեր որևէ քաղաքացու կարող է վիրավորած լինել կամ խոցած լինել, այսպես ասած, դրա մեջ որևէ վատ բան չկա, ներողություն խնդրելու, բայց նաև պետք է հասկանալ բովանդակությունը, խոսակցության բովանդակությունը այն էր, որ մոտարապես այդ մեր հայրենակիցին շատ չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետությունը, իրեն հետաքրքրում է Ղարաբաղը, որը չգիտես թե ինչու մենք ենք հանձնել եւ ոչ թե օրինակ իր հենց կողմից ընտրված եւ նաեւ չընտրված իշխանությունները, որոնք ամեն ինչ արեցին, որ այդ տեղի ունենա եւ հայաթափումը Ղարաբաղի եւ նաեւ իրավական արձանագրումը եւ վարչապետը փորձեց բացատրել, որ տենց չի, որ մեր իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը այնքան բան արել էր նաեւ Ղարաբաղի համար, որ որևէ իշխանություն չի արել եւ որևէ ձևով մեղադրանքները մեր հասցեին հիմնավոր չեն, ու սա մի բան էր, որը ասվել է բազմիցս, այս նոր բան չի ասել վարչապետը եւ եղավ այն մնացածը արդեն գիտեք։